Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է հրապարակախոս ՀԱԿ վարչության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը, շնորհակալություն։ Հրանտ, որ եկել եք։ Թեև այդ հարցի մասին խոսվել է, այնուամենայնիվ երկու բառով նաեւ մեր հեռուստադիտողների համար ինչով է պայմանավորվում ՀԱԿ կուսակցության ստեղծումը, ավելի կուռ, ավելի կարգապահ կառույց ստեղծելու մի քանի հիմնավորում։ Ես կարծում եմ այդ հարցը վաղուց էր հասունացած, այդ հարցը նույնիսկ 2008 թվին որոշները բարձրացրել են, ոչ թե բուն կուսակցության ստեղծելու հարցը, դա ֆորմատի հարց է, այդքան էական չի, այլ քանի որ ՀԱԿ-ի համակիրների, ՀԱԿ-ի աջակցող զանգվածի, գուցե նույնիսկ համարձակվեմ ասել մեծ մասը եղել են անկուսակցականներ, բայց ՀԱԿ-ի քաղաքական որոշումները ընդունվել են կուսակցությունների մակարդակով կամ կուսակցապետերի մակարդակով, խնդիր է առաջացել ի սկզբանե, ինչպես անել, որպեսզի մարդիկ, որոնք կուսակցական չեն, բայց որոնք աջակից են, ներգրաված են այդ բոլոր գործողությունների մեջ եւ հաճախ առաջի գծում են, ես չեմ ասում կուսակցությունների դերը, բայց այդ մարդիկ էլ առաջի գծում են եղել, ինչպես անել, որպեսզի ընդունվող որոշումների վրա այդ հատվածի մասը ուժեղանա եւ այդ հարցը ասում եմ բարձրացվել է դեռ 2008 թվականից եւ գուցե նույնիսկ եւ 2012-ի պարլամենտական ընտրություններից հետո էլ ավելի ուժեղ ձևով է բարձրացվել թե ինչպիսի ֆորմատ գտնվի որպեսզի այդ մարդիկ սկսեն իրենք ազդել ընդունվող որոշումների վրա իրենց ձայնը լսելի լինի ՀԱԿ-ի ներսում եւ կարծում եմ ինձ համար գոնե առաջնային իմաստը այս կազմակերպման սա էր Կուսակցություն անունը զուտ օրենքն է պահանջում, ուրիշ ֆորմատ մեր օրենքը չի էլ ենթադրում, ես կնախընտրեի, որ դա լիներ միություն կամ դաշինք, այլ ոչ թե դասական իմաստով կուսակցություն, բայց ինքը այդպեսին էլ կա, կոնգրես բառը հենց դա էլ նշանակում է, այսինքն միություն, միասին քայլող բառացի նշանակում է, հա, իսկ կուսակցություն անվանումը դա զուտ օրենքի պահանջն է, եւ այդ իմաստով ես նույնիսկ չի ասի, որ սա դասական հենց իմաստով կուսակցություն է։ Եվ այդ կազմակերպվածություն եւ որոշումների ընդունելու վրա այդ ազդեցության մեծացումը ես շատ կարեւոր եմ եւ առաջնային խնդիրը դա է իմ կարծիքով։ Այդ դաշինքում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, այսինքն եթե 18 կուսակցություններից մեկը կամ երկուսը, որ շատ հավանական է, ինչ որ բանի դեմ լինեն, ուրեմն դաշինքը որոշում չի ընդունում։ Հիմա վարչությունում այդ խնդիրը չի լինելու այլևս։ Հա, կարծում սա արդեն ուրիշ ֆորմատ է եւ կանոնադրությամբ այլ կերպ է նախատեսված որոշումների ընդունելը, արդեն այլ սկզբունք է եւ կարծում դա իհարկե կլինի ավելի դինամիկ եւ շատ որոշումներ, որոնք առաջ գուցե դանդաղ էին ընդունվում կամ չէին ընդունվում կամ տապալվում են, հիմա հնարավոր կլինի ավելի արագ իրականացնել, բայց դա դեռ ապագան է, դա դեռ մենք պիտի ապացուցենք, որ դա կարող է անել։ Չգիտեմ, որքանով եք իրավասու այդ հարցի, որտեղ իրավական հարց է, հա, կա ՀԱԿ դաշինքի խմբակցություն ազգային ժողովում եւ կա ՀԱԿ կուսակցություն։ Նրանց մեջ հարաբերությունը ինչպիսին է։ Ճիշտ ասած իսկականից ազուտ իրավական հարցը չեմ ուզում մեկնաբանեմ, կարծում եմ, որ հիմա ակտուալ է ՀԱԿ կուսակցությունը։ ՀԱԿ դաշինքը խմբակցությունը ԱԺ-ում ներկայացնում է 2012 թվականի դրությունը, հիմա այլ դրություն է քաղաքական։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ասել է այնտեղ որտեղ կա քաղաքական process, մենք այնտեղ ենք, որտեղ չկա քաղաքական process, մենք կուսակցությունը այդպեսին պիտի լինի։ Հիմա արդյոք դուք չեք գտնում, որ ավելի կարևոր քաղաքական process է նախագահական ընտրությունները, քան ավականու ընտրությունները։ Իհարկե նախագահական ընտրությունները բնականաբար այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ավելի կարևոր քաղաքական process էր, բայց քաղաքական process-ին մասնակցելն ու չմասնակցել, նույնիսկ քաղաքական process-ին չմասնակցելը, դա էլ քաղաքական քայլ է։ Եվ ես կարծում եմ, այդ քայլը ճիշտ քայլ էր տվյալ դեպքում, որ չմասնակցեց, որովհետև կար մեծ վտանգ, որ այդ դեպքում ուրեմն իշխանությունը կօգտագործի ամեն ինչ որպեսզի լինեն մի քանի ընդդիմադիր տեխնացուներ, միասնական տեխնացու չէր լինելու ընդդիմադիր, եւ մենք տեսանք, որ այդպես էլ եղավ ըստ էության, եւ այդ դեպքում ուրեմն ընդդիմության ձայները պետք է փոշի անեն, եւ ավելի քիչ ձայներ կստանար նույն Ռաֆի Հովհաննիսյանը, Տեր-Պետրոսյանը շատ ավելի քիչ ձայներ կստանար, քան 2008 թվականին, եւ մյուսները, ինչպես որ տեսանք, հա, եւ այդ դեպքում իհարկե կարծում եմ հաջողությունը իշխանության կողմը կլիներ որտեղ էլ եմ ասում, ընդդիմադիր ձայները կկիսվեին, կփոշիանային եւ կստացվեր այնպիսի մի պատկեր, որ նույնիսկ անպարագան որ ընտրությունները կեղծված են եւ հասարակությունը դրանց չի վստահում սովորաբար, նույնիսկ եթե չեն կեղծի, էլի հասարակությունը չի վստահում, հա մենք կստանենք շատ ավելի թույլ պատկեր ընդդիմության մասնակցության տեսակետից։ Դրա համար ես կարծում եմ չմասնակցելը դա հենց քաղաքական քայլ էր,
այլ ոչ թե զուտ այսպես пассив դիտորդի դեր։ Իսկ չմասնակցելու առումով նշեմ, որ հանձնաժողովներում ընտրական աշխատել են ՀԱԿ ներկայացուցիչները եւ որպես հանձնաժողովների նախագահներ եւ անդամներ եւ որպես դիտորդներ, այսինքն իրենց ներդրումը այս անդիմության նույնիսկ պաշտոնական թվերով հաջողության մեջ ունեցել են շատ տեղերում, հատկապես քաղաքներում։ Գյուղական վայրերում իհարկե շատ ավելի դժվար է եւ սա խնդիր է։ Բայց քաղաքներում անդիմության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն իհարկե ՀԱԿ-ի անդամների աշխատանքով, բայց նաեւ իրենց աշխատանքով, դե գումարած իհարկե ժառանգության, գումարած մյուսների, ով որ ռեալ պայքարել է տեղամասերում չկեղծելու դեմ, հա, թե սխալացուցի չկեղծելու դեմ, հա։ Հանուն չկեղծելու։ Հանուն չկեղծելու, հա։ Կեղծիքների դեմ ավելի շատ։ Հա։ Այնուամենայնիվ, գուցե եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել, գուցե իմաստն էր որևէ մեկին պաշտպանել, օրինակ Հրանտ Բագրատյանի։ Գիտեք ինչ, այդ մի քիչ մենք ոնց որ թե այսօրվա ակտուալ հարցերից շեղվում ենք, հա։ Կարծում եմ, այստեղ խնդիր կա։ Փոքր քաղաքական process-ին մասնակցել։ Չեմ ուզում շատ երկար մեկնաբանել, որովհետև Հրանտ Բագրատյանն էլ շատ հարգում եմ, բայց կարծում եմ նաև մարդկային խնդիր կար եւ քաղաքական խնդիր կար, նա ըստ էության իր առաջադրվելու մասին հայտարարեց ավելի շուտ, քան Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու խնդիրը կար եւ մենք տեսանք ուղղակի ես չեմ ուզում այն ժամանակվա բաների մեջ շատ մեկնաբանեմ խորանամ, կարծում եմ Հրանտ Բագրատյանն էլ շատ բան հասկացել է եւ կարծում եմ ինքն էլ հիմա տեսնում է, որ այդքան էլ ճիշտ չէր իր մասնակցել հաշվի առնելով այն արդյունքը, որը ինքը ստացավ։ Հա, այդ արդյունքով եկեք դատենք, տեսնենք ինչքանով ճիշտ էր մասնակցել կամ չմասնակցել։ Երբ որ կներեք իրապես իսկականից շատ լուրջ քաղաքական գործիչ է եւ լուրջ տնտեսագետ է, ստացավ այդքան ձայն, կարծում եմ դրանց եզրակացություններ պետք է անել։ Նա տեսական հարց է, այ ինչով է տարբերում քաղաքական process-ը ոչ քաղաքական process։ Օրինակ մենք հիմա զրուցում ենք, դա քաղաքական process է, թե չէ։ Դե գիտեք, մի քիչ դժվար հարց եք տալիս ճիշտն ասած։ Մեր զրույցը միգուցե եւ քաղաքական հետևանքներ ունեցող process է եւ չգիտեմ իմ կարգավիճակն էլ որ մի քիչ հիմա փոփոխվել է, գուցե քաղաքական է, հա։ Քաղաքական է այն process-ը, որտեղ երևում է հստակ դրամաբանությունը, որտեղ թիրախները քաղաքական process-ի, այսինքն դու ում կողմ ես կամ ում դեմ ես հստակեցված է, որտեղ չկա այդ լղոզվածությունը, եւ ելեմ կրում շատ կարեւոր է հստակ թիրախավորումը, սա է իմ կարծիքով քաղաքական process-ի էությունը, ում կողմ ես դեմ, ում ես դեմ, ում ես կողմ, սա է քաղաքականությունը մեծաշուտ, չկա քաղաքականություն այնտեղ որտեղ դու էլ չես հասկանում ում ես կողմ, ում ես դեմ կամ մարդիկ չեն հասկանում դու վերջը որ կողմից ես խաղում։ Ռաֆի Հովհաննիսյանը պարզ չի որ խաղում էր ընդդիմության, այսինքն նա խաղում էր Սերժ Սարգսյանի դեմ։ Ինձ համար ճիշտն է այդքան էլ պարզ չի եւ ցավալի է որ այդպես էր, ես ինքս այդ process-ի սկզբից փետրվարի 18-ից հետո բավականին այսպես հանդես եմ եկել իմ տեսակետներով։ Ես կարծում եմ Ռաֆի Հովհաննիսյանը այսպես պատկերավոր ասած այդպես էլ մնաց երկու քարի արանքը։ Նա ստացավ նույնիսկ պաշտոնական տվյալներով 500,000 քվե եւ դա պետք է նախկին Ռաֆի Հովհաննիսյանին իմ պատկերացումով վերափոխել։ Նա պետք է այդ ժողովրդի քվե ստացած մարդը դառնար, անկախ նրանից թե ինչև է նա ինչ դերակատարում է ունեցել քաղաքական դաշտում։ Իսկ մեր մեջ ասած ինչև է նա քաղաքական դերակատարումը դաշտում բավականին այսպես երկիմաստ եւ կասկածելի էր։ Նա ըստ էության այդ երրորդ ուժի դերն էր կատարում, որը պարզ չի ումա կողմ ումա դեմ, հա։ Ինքը շանսը ուներ եւ ես չգիտեմ, շատերը անցալում են այն ինչ որ ես գրել եմ որպես այդպես վատ իմաստով քննադատություն, բայց ես ճիշտ ասած լավ իմաստով եմ դա փորձել գրել, որովհետեւ այդ շանսը կար։ Պետք է հստակեցնել թիրախները։ Ռաֆի Հովհաննիսյանը թիրախները այդպես էլ չհստակեցրեց։ Ռաֆի Հովհաննիսյանը այդպես էլ քայլերի թեկուզ թերի քայլերի հերթականություն հանրությանը չներկայացրեց։ Ռաֆի Հովհաննիսյանի հաշվետվականությունը հանրությանը ըստ էության շատ ցածր էր։ Ես չեմ ուզում հիմա սա անցալվի որպես Ռաֆի Հովհաննիսյանին sense ասած են ժողովրդական լեզվով ասել կպնել, հա, այդպես չի։ Իսկականից ես որպես ընտրող, որպես քաղաքացի առաջինն էի շահագրգռված, որպեսի այդ 500,000 քվեն եւ իրականում ավելին իր այսպես հզոր արտահայտումը ստանա դաշտում։ Հա, բայց չստացվեց, որովհետեւ նախ եւ առաջ իմ կարծիքով զանգվածային ուրեմն այսպես մոբիլիզացիա տեղի ունեցավ հրապարակում, այդ առումով քայլերը շատ թույլ էին, քաղաքական դաշտի համախմբման փորձերը շատ այսպես անկանոն էին եւ նույնպես հաջողության չբերեցին, իշխանության հետ երկխոսությունը, բանակցությունը նույնպես այնպիսի կոնտեքստում տարվեց, հա, երբ որ Ռաֆի Հովհաննիսյանը չունենալով իր թիկունքում
ուժ, իդեմս զանգվածների, իդեմս համախմբված քաղաքական դաշտի, անմիջապես գնաց բանակցություններ եւ այդտեղ շատ բան կորցրեց։ Եվ մնացածը դե չեմ ուզում այնքան երկար սա մեկնաբանելու, երկար խոսալու խնդիր է, որ ինչ թվում է չարժել մենք հիմա ծավալվենք եւ ապրիլի 9-ին այն ինչ տեղի ունեցավ, շատերը մեղադրում են Ռաֆի Հովհաննիսյանին, ասում են այ ապրիլի 9-ին էս արեց, էս նա այլ քայլ չուներ ապրիլի 9-ին։ Ըստ էության այդ փակուղին ապրիլի 9-ին ստեղծվել էր նախորոք եւ ապրիլի 9-ին արդեն ես համաձայն չեմ հենց Ռաֆի Հովհաննիսյանի քննադատների հետ, որովհետեւ ապրիլի 9-ին նա քայլ չուներ։ Ինչ է նշանակում, ասենք 2000 ժողովրդով գնալ Բաղրամյան 26, դա անհեթեթություն է, դա ուղղակի նշանակում է ժողովրդին հարվածի տակ դնել, դա սխալ քայլ էր, բայց մյուս կողմից ինչ աներ ինքը երթմնակալությունը, որը նա խոստացել էր որպես նախագահ երթվել եւ շատերը դա էին սպասում, արդեն այդ ապրիլի 9-ից մի քանի օր առաջ բարձր որ դա չի լինելու, դա էլ բնականաբար մարդկանց պետք է հիասթափեցնել, բայց պետք չէ այդպիսի բան խոստանալ, չէ որ հիմնական ծրագիրն էր, որ ապրիլի 9-ը կգա եւ ես կերթեմ որպես այլընտրանքային նախագահ, ի սկզբանե իմ կարծիքով շատ թույլ ծրագիր, բայց եթե դու խոստացել ես եւ դա չես անում, բնականաբար դա նույնպես առաջացնում է այդ վիճակը, որ եղավ ապրիլի։ Դա ոչ քաղաքական գործունեություն էր այդպես։ Ոչ քաղաքական process։ Մեծ հաշվով, որովհետեւ տեսեք, ես էլ եմ կրկնում, քաղաքական process կլիներ, եթե հստակ լինեին թիրախները։ Տեսեք, ամենասկզբից փետրվարի 18-ից այդքան ասվեց, որ թիրախավորի միայն իշխանությանը, հերիքը ակնարկես անընդհատ անցյալին, անընդհատ դու 2008 թվականի շարժումը ինչ որ ակնարկներով, ենթատեքստներով կամ նույնիսկ ուղիղ տեքստերով ինքը իր թիմը անընդհատ հարվածում էին այդ ուղղությամբ, այսինքն դու ոնց որ երկու ճակատով քեզ պատերազմ ստեղծես, դա անհեթեթություն է քաղաքական տեսակետից, հստակ թիրախը քաղաքական թիվ 1 պահանջն է, նախքան գնալ բանակցել իշխանության հետ, սկզբից ստեղծի քեզ քաղաքական դաշտում ամուր հենարան, հրապարակում ստեղծի ամուր հենարան, դրանից հետո խնդրեմ գնա իհարկե բանակցի իշխանության հետ, ոչ ոք չի ասում դու զինված ապստամբություն անես, բայց դա էլ չի արվում եւ ընդհանրապես որևէ հստակություն չկա, ըստ էության միակ հստակությունը, որ քիչ թե շատ կար, որ ապրիլի 9-ին տեղի կունենա ինչ որ բան, եւ ապրիլի 9-ին իրոք հավաքվեց զանգված, որը սպասում էր ինչ որ բան, այդքան էլ պարզ չէր թե ինչ, եւ արդյունքում պարզ է, որ այդ մարդիկ ոչինչ չստացան եւ երբ որ տեսեք մարդկանց են մեղադրում, ասում են նրանք պահանջեցին Բաղրամյան 26, ստացվում է որ քաղաքացին Հայաստանի ինքն է այնքան ոնց որ քաղաքականապես տհաս, որ պահանջում է Բաղրամյան 26, բայց կներեք ես հարց եմ տալիս, այսքան ժամանակ օրինակ 2008 թվականից ես չեմ հիշում որ հրապարակում պահանջ լիներ գնալ Բաղրամյան 26, կամ եթե այդպիսի պահանջ եղել է, դա հենց հրապարակից շատ խիստ կերպով զսպվել է։ Չնայած դա կարող է որոշ կորուստների բերել, բայց եթե դու այդ պատասխանատվությունը վերցնում ես, դու պետք է նաև դրան պատրաստ լինես, հա։ Եվ ինչի՞ց այդ Բաղրամյան 26-ի պահանջը ժողովրդի մոտ առաջացավ, որտեղ հարթակից իրան ոչ մի ծրագիր չներկայացվեց։ Այդ չներկայացվեց այդ մարդիկ էլ ասեցին, այն ինչ որ իրանք են պատկերացնում որպես քաղաքական քայլ։ Գնանք Բաղրամյան 26, դու չես կարող մեղադրես մարդկանց, եթե դու չես ներկայացնում ծրագիր։ Այդ դեպքում հրապարակից քեզ պարզ սովորական մարդիկ ներկայացնում են իրենց պատկերացրածը գնալ Բաղրամյան 26 2000 հոգով, որը անհեթեթ է, բայց եթե դատարկություն է հարթակից, եթե հարթակից միայն հայրենասիրական ռետորական կոչեր են հնչում, այլ ոչ թե քաղաքական հստակ ծրագիր եւ ասելիք, դու ստանում ես այդ պատկերը։ Բայց ես եմ ուզում, չեմ ուզում շատ կենտրոնանալ հիմա սրա վրա, որտեղ դա ինչ որտեղ նաեւ արդեն անցած է։ Ես խնդրում եմ Ծառուկյանի վերաբերյալ բարձրաբանել։ Այ երբ է որ պահին է Ծառուկյանը կամ չգիտեմ Սամվել Ալեքսանյանը կամ Տիգրան Արզաքացյանը կամ որևէ մեկը նրանք կդադարեն օլիգարխ լինելուց եւ կդառնան բուրժուական դեմոկրատ։ Սա շատ կարեւոր հարց է, ինձ թվում է առանցքային հարցերից է այսօրվա քաղաքականություն եւ սա իրոք ակտուալ է, ասած փոքր։ Տեսեք, ես նախ եւ առաջ համաձայն չեմ օլիգարխ տերմինի հետ, հա։ Ընդհանրապես ոչ թե նոր համաձայն չեմ, ընդհանրապես համաձայն չեմ եղել։ Սա կարող է, չգիտեմ, ունկնդիրների համար մի քիչ տեսական լինի, բայց այդ տեսական մասերը շատ կարեւոր են, հա։ Օլիգարխան շատ հստակ դասական տերմին է, Արիստոտելից դեռ եկող։ Օլիգարխիա նշանակում է փոքրամասնության քչերի իշխանություն։ Եթե մարդուն կոչում ես օլիգարխ, դա նշանակում է, որ ինքը ունի ոչ միայն հարստություն, այլև իշխանություն։ Հիմա մեր համակարգը այդպեսին չի, այսինքն օլիգարխիան, հա, ուզում եմ ճշտեմ, ի տարբերություն, ասենք, տիրանիայի բռնապետության, դա բազմակենտրոն համակարգ է։ Մեր մոտ բազմակենտրոն համակարգ չի, մեր մոտ որոշումները ընդունվում են ըստ էության կենտրոնացված, կարելի ասել մեկ անձի կողմից են ընդունվում այդ որոշումները։ Եվ այն մարդիկ, որոնց մենք կոչում ենք օլիգարխ, դրանք իշխանություն ունեցող մարդիկ չեն։ Եվ դրանք իշխանության առանձին կենտրոններ չեն ըստ էության։ Ինչա մենք կասկածում ենք, որ
դրանք բոլորը կախված են Սերժ Սարգսյանից։ Այդպես է, չէ՞։ Եվ ըստ էության սրանք նշանակովի հարուստներ են, այլ ոչ թե օլիգարխներ են, որովհետև դուք տեսեք, երբ որ որևէ մեկը նրանցից ունենում է քաղաքական խնդիր, այսինքն իշխանության խնդիր, այդ արխեի խնդիրը, օլիգարխի արխեի խնդիրը, նա միանգամից շատ խոցելի վիճակում է հայտնում։ Դա նշանակում որ այդ մարդը ռեալ իշխանություն չունի, նա ընդհանրապես, այսպես ասած, նրան թույլ է տրված, որպեսզի նա աշխատի այդ գումարները, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ այդ գումարների հենց մեծ մասը իրենց չի գնում։ Այդ գումարների մեծ մասը գիտենք ում է գնում, անձնական, ընդ որում ոչ թե պետբյուջե է մտնում, այլ այսպես ոնց ասենք, օբշակա, հա, մտնում այդ գումարների մեծ մասը։ Եվ իրանք իրենց գումարների տերն էլ չեն ըստ էության։ Հիմա սա ոչ թե իհարկե արդարացման մասին համար եմ ասում, բայց ես համոզված եմ, որ կամ գոնե հույսով եմ, որ այդ մարդկանց մեծ մասը հիմա արդեն երբ որ այն վիճակն է, որ նույնիսկ իրանք իրենց գումարներին չեն տիրապետում եւ իրանք որևէ ռեալ իշխանություն չունեն, իհարկե կնախընտրեին, պարզապես դառնային օրենքի դաշտում բիզնեսմեններ։ Հա, եւ ասենք աշխատեին օրենքի դաշտում, ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը նրանց տալ, իրանց 1000 տարի պետքա քաղաքականության մեջ մտնելը, 1000 տարի այս ամեն ինչը պետքա եւ դառնալ հասարակության այդ բոբոները, հա։ Բայց եթե նրանք նշանակովի են, այսինքն նրանք իրենց տաղանդի, իրենց գործունեության շնորհիվ չեն դարձել հարուստ, չէ՞։ Դե հիմա այդ արդեն ես չգիտեմ, ես ամեն մեկի այսպես ասած տաղանդի չափը չեմ կարող վերլուծել։ Ենթադրում եմ, որ եթե ինչ որ մի բանի հասել են, որոշակի գործարարական տաղանդներ պետք է որ ունենան, ենթադրել եմ։ Բայց ինչն է այստեղ կարևոր, եւ էլի թիրախի հարց է։ Երբ որ մենք անընդհատ թիրախը ուղում ենք այդ ուղղությամբ, ասում ենք Հայաստանում օլիգարխիա եւ պետք է օլիգարխների հարցը լուծել, այ հենց այստեղ էլ ուրեմն մի հատ ծուղակ կա, որի մեջ մտնում ենք։ Այսինքն մենք համարում ենք, որ խնդիրը այդ մեծահարուստներն են, թե խնդիրը քաղաքական է եւ խնդիրը քաղաքական իշխանության եւ այդ բուրգի մեջ է։ Այդ է խնդիրը։ Իմ կարծիքով խնդիրը այստեղ է, խնդիրը ոչ թե այդ շերտն է գործարար, հա, որը կարող է, ասենք, այլ պայմաններում այլ կերպ իրեն դրսևորել կամ եթե չդրսևորես, դա էլ իր խնդիրն է, որովհետև ինքը կսնանկալ, հա, եթե իրան ազատ մրցակցության մեջ դնես, այդ ժամանակ էլ կիմանաք տաղանդում են թե չունեն։ Բայց այստեղ, երբ որ մենք խնդիրը շեղում ենք այստեղ, շատ մի հատ հեշտ ծուղակ է առաջանում։ Պատկերացրեք օրերից մի օր, ասենք Սերժ Սարգսյանը որոշում է, որ ասենք այդ օլիգարխներից կամ նրանց մի մասից ազատվում է։ Շատ այսպես պոպուլիստական սիրուն կարելի է դա ձևակերպել, որ վերջապես հանուն օրենքի եւ այլն այդ մարդկանց ուրեմն մենք, չգիտեմ, կուլակաթափ ենք անում, եւ ինչ է լինում, մենք վերադառնում ենք արդյոք օրենքի դաշտ։ Կարծում եմ չէ, որովհետեւ որևէ իշխանություն լինի, դա կարևոր չի, էլի Սերժ Սարգսյանի անձնական խնդիրը չի ստեղ։ Այս համակարգը առանց հասարակության լուրջ ճնշման չի զիջի դերքեր, այդպիսի տրամաբանություն չկա, այսպիսի բռնակալական համակարգերը, եթե ինքը նույնիսկ այդ օլիգարխներին մի կողմա դնում, ուրեմն նշանակում է բոլոր այդ ֆինանսական այդ հոսքերը գնում են ուղղակի անմիջապես արդեն իր մոտ, հա, բայց ոչ թե պետական բյուջեն մտնում։ Եվ դա ոչ թե որովհետև ինքը վատ մարդ է, այլ որովհետև այս համակարգը այլ տրամաբանություն չի ենթադրում։ Որևէ մեկը, որևէ իշխանություն, եթե հասարակությունը սահմաններ չի դնում, նա ինքը հասարակության համար երբեք բարեգործությամբ չի զբաղվել, պետք է սահմանները դնես, եւ բոլոր երկրներում էլ այդպես է եղել։ Հիմա ասենք, եթե Ֆրանսիան ասենք, թե օրինապաշտ երկիրը համեմատած Հայաստանի հետ, դա նրանից չի, որ Սարկոզին շատ բարի մարդ է, չէ՞։ Դա նրանից է, որպեսզի համակարգ է, որ եթե նույնիսկ Սարկոզին շատ չար մարդ լինի, շատ վատը լինի, շատ ագահը լինի, նա չի կարող որոշակի սահմաններ անցնի։ Որտեղ կարողանում են իդեպ անցնում են կոռուպցիոն սկանդալներ Ֆրանսիայում են լինում, բարձրաստիճան չինովնիկների հետ կապված Իտալիայում են լինում, բայց սահմանները հասարակությունն է դրել։ Եվ մի բան էլ ասեմ, ի վերջո, այս ամեն ինչը պետք է մի քիչ sense վիպական է դաշտից հանենք եւ նայենք ռեալ մեր սովորական քաղաքացիների շահերից, ես իմ ընկերներին հետ եմ ասում։ Մեզ ինչ է ձեռնտու, որպեսզի իշխանությունը եւ այդ մեծահարուստ շերտը միասնական լինեն։ Իհարկե ոչ, որովհետև այդ դեպքում մենք ընդհանրապես գուցե դրանց դեմ խաղ չունենանք, ամենայնիվս եթե ամբողջ ռեսուրսները մի կողմում են, իսկ մենք այստեղ նստած, ասենք, մեզ համար sense ինտելիգենտ խոսում ենք, այս հայր կարանք խոսանք, ռեսուրսը այս կողմն է։ Իհարկե մեզ ձեռ է տալիս, որպեսզի այդտեղ ճեղքեր առաջանան։ Վերջ, իսկ մնացածը մեզ այս պահին պետք է որ չհետաքրքիրանք, լավ մարդիկ են, ով անդե վատ մարդ, ով բարի ձաձա, ով չար ձաձա։ Կարևորը եթե սա է քո թիրախը, ուրեմն քեզ ձեռ է տալիս, որպեսզի այդտեղ մաքսիմալ ճեղքեր առաջանան, վերջացավ գնաց։ Իմ քաղաքացու շահն է այդ։ Ճեղքերը ռեալ են։ Կարծում եմ տվյալ դեպքում արդեն ճեղքեր ռեալ կան, կամ գոնե դրա միտումը կա։ Հիմա ես չեմ կարող ասել դա ինչով կավարտվի, ոչ ոք չի կարող ասել։ Տեսեք, ասենք Բարգավաճ Հայաստանի խնդիրն է, չէ՞, այդտեղ նախ եւ առաջ, որտեղ միակ մեծահարուստը, ով որ ոնց որ այդպիսի միտում է ցուցաբերել, դա Ծառուկան Գագիկն է։
Հիմա ոչ ոք չի կարող ասել դա ինչով կավարտվի, դա օբյեկտիվ process է, մեկը ասում է սա խաղ է, մյուսը ասում է խաղ չէ, չգիտեմ, բայց սա բան չի էլի, այդպես մեկընդմիշտ գրված թուղթուկից չի, ճակատակից չի։ Հիմա ես չգիտեմ խաղ է թե չէ, ենթադրենք, հա, շարքային քաղաքացի եմ, բայց գիտեմ իմ շահը այն է, որպեսզի սա խաղ չլինի, ուրեմն ես ամեն ինչով պետք է նպաստեմ, որպեսզի տարանջատումը ավելի կատարելագործվի եւ ի վերջո դառնա կատարյալ տարանջատում, ոչ թե ասեմ, չէ, տղեկ ջան, դուք քանի որ միշտ միասին եք եղել, չար ձանձաները, ուրեմն դուք միշտ միասին պետք է լինեք, որպեսզի մենք բարիներս միշտ ձեզ միասին տեսնենք։ Ուրիշ մի հատ պատկերավոր օրինակով ասել, թող ուրեմն Բարգավաճի ներկայացուցիչները ինձնից չնեղանան, հա, բայց ենթադրենք, ասենք ընդունենք այն մարդու տեսակետը, ով որ համարում է, ասենք Բարգավաճ Հայաստանն էլ որպես չարիք, հա։ Ենթադրենք, լավ, տղեկ ջան, ասենք մենք ունենք Թուրքիա եւ Ադրբեջան, չէ, նրանք դաշնակից են։ Հիմա պատկերացեք մի օր Թուրքիան եւ Ադրբեջանը իրար հետ ինչ-որ խնդիրներ են ունենում եւ գնալով այդ խնդիրները մեծանում են եւ մենք արդեն զգում ենք որ չէ, այստեղ ինչ-որ երևի լուրջ բան կա։ Հիմա մեր, ասենք, հայերից դիրքը է այդտեղ, որը պետք է ասենք չէ, ոչ մի դեպքում, քանի որ դուք միշտ դաշնակից եք եղել Թուրքիա եւ Ադրբեջան, ուրեմն դուք պետք է միշտ մնաք միասին, որպեսզի մենք հայերից աշխարհի պատկեր հանկարծ չքանդվի ու մենք հանկարծ չսկսենք տարանջատել թուրք ու ադրբեջանցի, որովհետև մեզ այդպես է հարմար, մենք այդպես ենք սովորել, պապերից ժառանգել ենք, որ դուք միասին եք։ Հիմա, բայց դա անհեթեթություն է, չէ՞, պարզ է, որ Հայաստանի շահերից բխում է, որ այդ երկուսի միջև հակասություններ լինեն, թեկուզ սկզբից թող լինեն խաղարկային հակասություններ, շատ հաճախ է կյանքում ամենասովորական խաղը, ասենք, չգիտեմ, ես ու դուք կարող եք նստել հիմա կարդ խաղալ, դա խաղ է, չէ՞, բայց ինչ որ մի պահի մեկը մեզանից տաքանա, ասի તો ոնց թե դու ինձ էս չախեցիր, ախպեր ջան, ու սկսվի իսկական կռիվ, չէ՞։ Խաղը միշտ էլ կարող վերածվի իրականության։ Այնպես որ էսա խնդիրը պետք է իմ կարծիքով շատ իրապաշտական ու sense ես կասեմ իր շահամոլական նայել այս խնդիրներին, այլ ոչ թե այդպես ինչ որ հավերժ բարու եւ ճշմարտության եւ sense վիպական պատկերներով։ Բուրժուա դեմոկրատական հեղափոխության մասին, որ չգիտեմ Ֆրանսիայում, չգիտեմ 18-րդ դարում դա տեղի ունեցել, դա անշուշտ այդպես է։ Հիմա դուք որևէ հեղափոխություն, որը 21-րդ կամ 20-րդ դարի վերջում տեղի ունեցավ, ենթադրենք, չգիտեմ, Վրաստանում, Ուկրաինայում, Թունիսում, չգիտեմ, Եգիպտոսում, դա կանվանեք բուրժուա դեմոկրատական։ Ես որ ճիշտ ասեմ, զուտ այդ տերմինի հետ ասենք այնպես չի որ 100% համաձայն եմ, անկեղծ ասեմ եւ անկեղծ որ ասեմ ինձ դա չի էլ հետաքրքրում։ Դա ոնց որ խնդրի տեսական մասն է։ Խնդրի գործնական մասը այն է, ինչ որ ես ներկայացրեցի։ Հիմա դա մեկը թող կոչի բուրժուա դեմոկրատական հեղափոխություն, եթե իրեն այդպես է հարմար, մեկը թող ինչ որ լրիվ ուրիշ անուն գտնի։ Տվյալ դեպքում չնայած ես ինքս սիրում եմ միշտ անունների մեջ ճշգրտություն, բայց տվյալ դեպքում ինձ իսկականից մեկ է թե դա ոնց պետք է կոչվի։ Կարևորը որպեսզի մենք իրականություն անցքով հայացքով տեսնենք եւ հասկանանք, որ հասարակությունը, որը իր արժեվ դրել է երկրի ժողովրդավարացման առաջընթացի խնդիրներ եւ որի դեմ ըստ էության կանած է մի համակարգ, որտեղ սերտաճած է եւ բիզնեսը եւ իշխանությունը, եթե միտում կա այդտեղ տարանջատման, ինքը պետք է այդ միտմանը ուժեղացմանը նպաստի։ Սա է խնդիրը, գործնական սա շատ խնդիր է եւ բխում է յուրաքանչյուրի շահերից, որպեսզի մեր դեմ չլինի այդպիսի հզոր դաշինք եւ գումարը եւ իշխանությունը։ Եվ մենք փորձենք հասկանալ իսկ ինչու է այդպես ստացվել։ Ի վերջո, տեսեք, նույն էլի բերենք, պետք է էլի գան Գագիկ Ծառուկյանին, որտեղ ինքն է այս պահին միակ մեծահարուստը, որը ինչ որ տարանջատման միտումներ տվել է, չէ՞։ Ի վերջո դա ոչ չի կարող հենց այնց քմաչուկով լինի, պատահական լինի, կամ այդ մարդը ինչ դարդուցավումներ, չէ՞։ Եթե այդ ճեղքը առաջացել է, ուրեմն մենք պետք է ենթադրենք, որ կա ինչ որ օբյեկտիվ հանգամանք, որ արդեն խոշոր բիզնեսի որոշ կոնե ներկայացուցիչներին ուրեմն ձեռ չի տալիս այդ համակարգը։ Եթե ինքը առանձնացել է, չէ՞ որ նա բիզնեսմեն է, շահի մարդ է եւ մենք երբեք այսպես չենք տեսել, որ ինքը մենք չենք պատկերացնում, չէ՞ որ դրանք ինչ որ այսպես բարի հրեշտակներ են, որոնք համամարտկային բիզնեսի մարդ է, շահի մարդ է, եթե ինքը իր բիզնեսը ռիսկի տակ դնելով, որտեղ Հայաստանում այլ կերպ հնարավոր չի տարանջատվել իշխանությունից թեկուզ ոչ կատարյալ ձևով, ոնց որ Բարգավաճն է, հա, թեկուզ այս չափով, որը հիմա կա, դա ռիսկ է, չէ՞, դա ռիսկ է նաև փողի համար, ուրեմն կա օբյեկտիվ շահ, որ ինքը այդպես անում է։ Նա տարիները շարունակ եղել է իշխանության կողքին եւ ոչ մի բան իրեն չի խանգարում լինել իշխանության կողքին հիմա չէ եթե այդպես ենք նա եւ ուրիշները մինչեւ հիմա էլ այդպես են դուրս չեն գալիս ուրեմն կա ինչ որ մի հանգամանք ուրեմն պետք է մտածել դա ինչ է փոխվել ինչ է տեղի ունեցել որ արդեն բիզնեսը ինքն է տարանջատվում իշխանության դաշտից մենք ոչ ենք ստիպել իրան ինքն է տարանջատվել
Ուրեմն սա էլ պետք է լուրջ վերլուծել եւ հասկանալ եւ բնականաբար ես էլ եմ ասում, ինչքան լինի վերնախավի մեջ ճեղքեր, այնքան հասարակությանը ձեռնտու է, մնացածը մեր խնդրեմա չի մեծ հաշվով։ Իշխանության կառավարությունը հավանաբար, հա, ասում է, որ այդ օբյեկտիվ հանգամանքը Ռոբերտ Քոչարյանն է, բայց մենք շատ երկար կխոսենք դրա մասին, անցնենք առաջ։ Շատ կարճ կարող եմ ասել դրան, Ռոբերտ Քոչարյանի գործոնը իհարկե ես չեմ ասում պետք է լրիվ անտեսել, բայց ի վերջո այն չարաշահումը, որ հիմա տեղի ունենում դաշտում, դա գիտեք ինչ ուրվականային ինչ որ գործոն ներմուծելը եւ չափազանցնել դրանը, ի վերջո բերում է անհետ իրավիճակի։ Ես մի ուրիշ համեմատություն եմ հակառակ չեմ գալիս։ Տեսեք, միշիկական մամուլ կոչվածը, չէ՞։ Հա, մենք բոլորս գիտենք, որ այո, Միքայել Մինասյանը որոշակի ազդեցություն ունի մեդիա դաշտում եւ դա ուժեղ ազդեցություն է։ Բայց երբ որ չափն անցնում է այդ եւ դու ցանկացած բան ինչ որ քեզ դուր չի գալի, կոչում ես միշիկական, համաձայն եք, չէ՞ որ դա աբսուրդի է վերածվում։ Հիմա նույնը այստեղ է, հասկացեք, Քոչյանը որոշակի ֆակտոր է գուցե քաղաքական։ Չնայած ինքը չի երևում, ես կարծում եմ չափազանցված է իր դերը։ Բայց երբ որ մենք ցանկացած բան ինչ որ մեզ դուր չի գալիս, բացատրում ենք ինչ որ ուրվականային գործոնով, ստացվում է նույն պատմությունը, էլի, այսինքն ոչ մի բան դու դրանով չես ասում։ Հա, այն լրիվ արդեն հասնում ենք մասնավորության ու դա արդեն ոչինչ չի բացատրում։ Հերոստատողների հարցեր, հետո կշարունակենք մեր հարցը։ Հերոստատողներից մեկը Կարապետյան ազգանունով, նա հերվից է սկսում Մարսպետունով, Սամվելից, բայց հարցը հետևյալն է։ Նա ասում է, ինչու մի հատ դուք չեկաք Ազատության հրապարակ, չէ՞ որ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Դուք նա նկատի նու հակը, հա։ Կոնկրետ ես եկել եմ եւ հակից շատ ընկերներ եկել ենք, մասնակցել ենք ինչով որ կարողացել ենք, իհարկե մենք հարթակ չենք բարձացել, խոսեցինք դրա մասին ինչի։ Որովհետեւ տեսեք, եւ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր ելույթում շատ ճիշտ նշեց, ավելի մեծ քաղաքական աջակցություն կան Ռոֆի Հովհաննիսյանի հաղթանակ ընտրություններում ճանաչելը, դժվար թե որևէ ուժ կարողացավ անել։ Իդեպ չկա որևէ ուժ։ Ավելին ես ձեզ ասեմ, եթե ժառանգության պաշտպանական հայտարարությունը հետընտրական կարտեք, այնտեղ խոսք չկա Ռոֆի Հովհաննիսյանի ընտրված նախագահ լինելու մասին։ Կա խոսք, որ ուրեմն ընտրությունները կեղծվել են եւ այլն։ Հիմա այստեղ ես կարծում եմ այդ քայլը ինքնին շատ արդեն լուրջ քայլ էր, բայց բոլորը խոսում են նրա մասին, ինչու, ասենք, հակը չբարձրացավ հարթակ, բայց ոչ մեկ հարց չի տալիս ի վերջո։ Իսկ ինչու փետրվարի 18-ից հետո Ռաֆի Հովհաննիսյանը եւ իր կողմնակիցները անընդհատ ենթատեքստերով, անընդհատ իրենց ուրեմն քննադատությունը եւ թիրախը ուղում էին կոնգրեսի դեմ, 2008 թվականի շարժման դեմ, դա ոչ թե խնդիրը այն չի, որ ինչ-որ մեկը նեղացել էր, նեղանալը քաղաքական կատեգորիա չի, բայց դա կասկած է առաջացնում, որն է քո իրական թիրախը, եղբայր։ Եվ բացի դրանից մենք արդեն խոսեցինք, տեսանք, որ իրական քաղաքական քայլեր չարվեցին եւ մենք տեսանք ապրիլին ամեն ինչ ինչով ավարտվեց։ Ես օրինակ կոնկրետ ինքը շատ դեմ կլինեի, որովհետեւ ստացվում է որ չէ որ դու հարթակ բարձրանալով պատասխանատվություն ես վերցնում։ Դա սուտ է, գիտեք, հիմա որ ասում են, հա ոչինչ, մենք աջակցեցինք Ռաֆի Հովհաննիսյանին, իսկ հիմա մեզ ինքը դուր չեկավ, մենք գնացինք։ Չէ, դու պատասխանատվություն ես վերցրել։ Հարթակը դա պատասխանատվություն է։ Եվ ուրեմն եթե հակնել բարձրանալ եւ այս պատասխանատվության տակ ընկնել, ես ինքս առաջինը հակին կքարկոծեի։ Իսկ որպես շարքային մասնակից, հա մենք համարը ես էլ իմ ընկերներս էլ չեմ ուզում անել, բոլորն էլ տեսել են, գիտեն, որ մենք այդտեղ ենք եղել եւ ժողովրդին փորձել ենք ինչ որ ձևի այդ վիճակներում Մեր ժամանակը սպառվում է, ես երկու հարց էլ ունեմ հերոստատողը եւ մի հարց իմ սեփականը, արդյոք հնարավոր է ոչ լեգիտիմ իշխանությունների օրոք ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, Արթուրն է հարցնում։ Ես կարծում եմ դա շատ դժվար է իհարկե, բայց ես ուզում եմ շեշտեմ մի բան։ Մինչև հիմա Հայաստանում ընդդիմությունը միշտ շեշտը դրել է հետընտրական process-ների վրա։ Հիմա իմ կարծիքով եկել է փոփոխության ժամանակը։ Մենք պետք է շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնենք բուն ընտրության օրին։ Սա շատերին հեքիաթ է թվում կամ ինչ, եւ ես ինքս էլ չեմ ասում, որ կոնկրետ այս ընտրություններին դա կհասցնենք, կհաջողվենք անել, հա, բայց ես կարծում եմ մոտակա 3-4 տարվա մեջ շատ լուրջ խնդիր պետք է դրվի կազմակերպական, որովհետև այս ընտրությունների փորձը ցույց տվեց, որ այո, երբ որ կան հանձնաժողովի վստահելի անդամներ, ընդդիմությունը կարող է որոշակի հաջողությունների հասնել թեկուզ խոշոր քաղաքներում։ Երբ որ ես կարծում եմ նաև մեծ դեր կատարեց այն գործոնը, որ շատ մարդիկ գումարը վերցրեցին իշխանությունից եւ գնացին քվեարկեցին Ռաֆի Հովհաննիսյանի։ Սա էլ է ֆակտոր, սրա վրա էլ է պետք աշխատել։ Գիտեք, այդպես չի կարելի միշտ մենակ հետընտրական ողբերի մեջ լինել, հա, պետք է ռեալ պատկերացնել, որ սա ռեալ ջանք է, պետք աշխատանք է, պետք է կազմակերպվածություն է, պետք ես չեմ ասում դա վաղը չեմ ասում կա հեղափոխի իրավիճակը, բայց ես համոզված եմ, որ կան բազմաթիվ այսպիսի բաց դաշտ կա, որտեղ ընդդիմությունը, որևէ ընդդիմություն Հայաստանում, այդ թվում Հայազգային կոնգրեսը, մինչև հիմա չի աշխատել։ Եվ մենք պետք է այդ բացը լրացնենք եւ մոտակա 2-3 տարվա մեջ հասկանանք եւ այս ընտրություններում էլ փորձենք ինչ-որ բան, շատ քիչ է ժամանակը, փորձարկել հակնել մի քիչ անցումային փուլում, գուցե չհասնենք, բայց ես կոնկրետ, ես այդ հարցը
ուզում եմ բարձրացնեմ եւ ուզում եմ, որ այդ հարցի վրա շատ ավելի մեծ ուշադրություն դարձնվի։ Եվս մի հարց, դուք շատ մեծ ապագա էիք խոստանում ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին միասին, ուր է ձեր միասնությունը։ Ես Դուք, չգիտեմ, այդ հերոստատողի հարցը։ Հարցը չեմ հասկանում, ինչ է նշանակում շատ մեծ ապագա ենք խոստանում, քանի որ абստրակտ հարց է, ես փորձեմ ինքս պատկերացնել ինչ նկատի ուներ։ Գուցե նկատի ուներ նախագահական ընտրությունների նախորդող շրջանը։ Այդտեղ գիտեք քաղաքական դաշտում շատ process-ներ տեղի ունեցան, որոնք գուցե լայն հանրությանը այդքան էլ հայտնի չեն, բայց կոպիտ ասած նույն ՀԱԿ-ի հետ ինչ տեղի ունեցավ, ՀԱԿ-ը ըստ էության կազմաքանդվեց շատ առումներով իշխանության ջանքերով եւ ըստ էության բոլոր կա եւ ԲՀԿ-ն կարելի է ասել ինչ որտեղ նույնպես այդ կառույցը չի այս պահին, որը կարողանա մենակով տանել այդ պայքարը, եթե ցանկություն կա, հա, ընդունենք այս պահին այն վարկածը, որ ցանկություն իրոք կա եւ կար, եւ ՀԱԿ-ն էլ իր կազմաքանդված այն վիճակով, որին ինքը հասել էր 2013-ի ընտրություններին, ինքն էլ այն ուժը չէր, որտեղ բոլոր առաջին դեմքերը եւ բոլոր կարելի է ասել այսպես միջին շարքերը այս կամ այն պատճառներով լքեցին, հիմա չասենք իրենց իրավունքն է, լավ արեցին, վատ արեցին, իրենց իրավունքն է, բայց ՀԱԿ-ը կարիք ուներ այս վերակազմավորման, որը ինքը հիմա անում է եւ այս նոր փուլ է ինքը մտնում եւ կարծում եմ կուժեղանա այս նոր փուլից։ Մեր ժամանակը սպառվել է, բայց այնուամենայնիվ ես ներողություն խնդրելով, որ եւս 2-3 րոպե կզբաղեցնեմ, դուք վերջերս գրեցիք, որ անցել է ավանդական սադոյանական ընդդիմության ժամանակը։ Ինչ նկատի ունեք, կարող եք 2 բառով բացատրել։ 2 բառով կփորձեմ, չնայած շատ երկար թեմա է։ Տեսեք, եթե ուշադրություն դարձել եք, հաճախ հենց այն մարդիկ, որոնք ամենասենց հայոյախառն արտահայտություններով են իշխանության նկատմամբ քննադատել, հա, եթե հայոյանք ընդհանրապես քննադատություն ընդունում, ամենասենց սուր թվում է թե լեզվով են խոսած։ Նրանք բոլորը ի վերջո որտեղ են հայտնում։ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, թեկուզ նույն Սադոյան, հա, եւ դուք չեք նկատել, որ ինչ որ փաստորեն բան կա, ոնց էլ կապ կա, ինչքան ավելի պատճառահետևանքային կապ կա։ Ես ենթադրում եմ, որ կա, այսինքն մենք պետք է հիմա նոր ոչ իսկականից ձեռք բերենք, այդ ոճը պետք է լինի առարկական սուր քննադատություն, բայց ոչ այդ հիստերիկ լաչար ոճերը պետք է վերջացնել, ընդհանրապես այդ ապոկալիպսիսի տեսարանները, կործանման տեսարանները, գիտեք, եթե աշխարհի վերջն է, աշխարհի վերջի առաջ ոչ մեկ գործ չի անում։ Մենք տրամադրված ենք եւ ես կարծում եմ նոր ընդդիմությունը, նորացված ընդդիմությունը պետք է տրամադրված լինի, ոչ միայն ՀԱԿ-ը, այլ ընդհանրապես գործի։ Իսկ գործ նշանակում է, որ աշխարհի վերջը հետաձգվում է սիրել ենելս եւ մենք պետք է անենք գործ, իսկ գործը նշանակում է սթափություն, գործը բացառում է հիստերիկությունը, լաչառությունը եւ սուր քննադատությունը լաչառության մեջ շփոթել պետք չի երբեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Իմ զրուցակիցներ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, մենք կհանդիպենք վաղը, տեսություն։